Սիներջիի պատմության առաջին էջը գրվեց 1997 թվականին, երբ Աշոտ Հովհաննիսյանն ու մի խումբ համախոհներ միավորվեցին տվյալները զարգացման շարժիչ ուժ դարձնելու ընդհանուր գաղափարի շուրջ։ Այդ տարիներին տեխնոլոգիաները նոր էին տարածում ստանում, եւ հիմնադիրների առջև մի մեծ մարտահրավեր ծառացավ՝ ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք ոչ միայն տեխնիկապես առաջատար կլինեին, այլև կփոխեին կազմակերպությունների գործելավոճը։ Նայեք, 1999 թվին, ու 25 տարի առաջ, որ ես երբ որոշեցի բացեմ Հայաստանի մասնաճյուղը, շատերը զարմացած ինձ հարցնում էին. ինչ գործ ունես, Հայաստանում IT-ն անհնար է, որովհետև ինտերնետ չկա, ոչ մի հիմքեր չկան IT-ն զարգացնելու։ Եվ ճիշտ էր, իսկապես շատ ծանր պայմաններ էին Հայաստանում, բայց ինձ հույս էր տալիս մի ամենակարևոր փաստը նա, որ մարդկային ներուժը կար։ Հանդիպեցինք, զրուցեցինք, ու այդտեղ Աշոտը միտք հայտնեց, որ լավ կլինի Հայաստանում փորձենք ստեղծել մասնաճյուղ, դեռ սկզբնական փուլում աշխատենք ես ու Արմենուհին, հետո եթե ամեն ինչ նորմալ գնա, ուրեմն կփորձենք նաև մասնաճյուղ բացել։ 2 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ նախաձեռնությունը հեռանկարային է, եւ հայրենիքին օգտակար լինելու, երկրի զարգացման նպաստելու, Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձնելու ազնիվ մղումով Աշոտ Հովհաննիսյանը վճռորոշ քայլ արեց։ 1999 թվականին Հայաստանում հիմնադրվեց Synergy-ի մասնաճյուղը։ Մասնաճյուղի անձնակազմը հենց սկզբից հանդիպեց բազմաթիվ մարտահրավերների։ 99-ի հունվարին արդեն մենք 2 կոմպյուտեր համակարգիչ ձեռք էինք բերել, Արմիկը ինտերնետ ուներ եւ սկսեցինք աշխատել։ Չնայած ռեսուրսների եւ հնարավորությունների բացակայությանը, ընկերության աշխատակիցները ունեին վճռականություն եւ նորարարության ձգտում։ Այդ ամենի հիմքում հավատն էր, որ տվյալները կարող են ավելին լինել, քան պարզապես թվերն ու փաստերն են, որ տեխնոլոգիական ճիշտ լուծումների դեպքում կարելի է ոչ միայն բարելավել կառավարությունների եւ կազմակերպությունների աշխատանքը, այլև կյանքեր փոխել։ Մենք սկսեցինք Զվարթի հետ մեր տանը հունվարի 15-ն էր, ինքը կոմպյուտերները բերեց ու մենք սկսեցինք աշխատել։ Շատ կարճ ժամանակում Հայաստանում ձևավորվեց տվյալների ուժը գործի դնող համախմբված թիմ, որն իզորու էր օգնելու կառավարություններին անցում կատարելու դեպի թվայնացում եւ ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարում։ Synergy-ի հայաստանյան մասնաճյուղն արդեն հատել է 25 տարվա սահմանագիծը, որը մի նոր սկիզբ է, ավելի մեծ նպատակներով, շարունակական զարգացման եւ ընդլայնման ծրագրերով, տարբեր երկրների հետ համագործակցության հեռանկարով եւ ավելի հստակ տեսլականով։ Synergy-ի հայաստանյան մասնաճյուղի հաջողությունների եւ 25-ամյա գործունեության մեջ անկյունակարային դերակատարում են ունեցել եւ շարունակում են ունենալ Synergy մարդիկ։ Սա անհիմն հայտարարություն չէ, այլ երկարամյա նվիրված աշխատանքով ապացուցված փաստ։ Իմ բախտը մի քիչ ուրիշ ձև դասավորվեց, ինձ ընդունեցին database team, իմ համար բացահայտեցի այդ շատ լավ աշխարհ, նախ եւ աշխատանքային, գոլեգաներ, ընկերներ, հետո նաեւ մասնագիտական։ Ընկերության մոտեցումները միշտ էլ մարդակենտրոն են եղել, հիմնված փոխադարձ վստահության ու հարգանքի վրա։ Մարդիկ ստեղծում են տեխնոլոգիա մարդկանց համար։ Synergy-ի հենասյունը միշտ եղել են Synergy-ի մարդիկ եւ օգնել են աշխարհում ստեղծել նորանոր տեխնոլոգիաներ, նորանոր լուծումներ, օգնելով փոխել մարդկանց կյանքը։ Այս 25 տարիների ընթացքում Synergy-ն արդյունավետ աշխատանք է ծավալել տարատեսակ մասնագիտություններ Հայաստան ներմուծելու, զարգացնելու, մասնագետներին թևեր տալու, անհնարինը հնարավոր ու հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այն ժամանակ երևի եզակի տեղերից էր, որ բիզնեսի պահանջները բավարարող գիտելիքներ կարայինք ստանայինք անվճար, որովհետև համալսարանական կրթության ու իրական բիզնեսի պահանջները կարիքների հետ խզում կա էլի հստակ։ Եվ Synergy IT School-ը, Summer School-ը հնարավորությունը տվեց։ Իսկ արդեն 20-ամյա պատմություն ունեցող ամառային դպրոցի շնորհիվ 400-ից ավել ուսանողներ իրենց անվճար ուսումնառությունն են ստացել ինչպես ծրագրավորման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների հարակից այլ մասնագիտացումներով։
Հիշատակման է արժանի նաև Synergy-ի մարզային զարգացմանն ուղղված քաղաքականությունը, որի շնորհիվ բազում շնորհալի երիտասարդներ հնարավորություն են ստացել աշխատելու իրենց հայրենի քաղաքներում։ Synergy Ստեփանակերտի օֆիսում փաստացի 50-ից ավել աշխատակից ունեցել է ու այդ բոլոր աշխատակիցներն էլ հենց 0-ից դասընթացներ անցել են Synergy-ում, ընդունվել Synergy ու բոլորն էլ հիմա կայացած մասնագետներ են։ Իհարկե Գյումրիի օֆիսի գոյությունը նաև էտալոն է եղել շատերի համար, որ իրանք միշտ օրինակ են բերել, որ Synergy-ն սպես նա օֆիս ունի Գյումրիում ու ցկտել են նաև տեսնելով այս ամեն ինչը իրանցը ունենալ Գյումրիում։ Ընկերությունը մշտապես կարևորել է սոցիալական պատասխանատվության տարբեր նախաձեռնություններ, որոնք միտված են եղել երիտասարդներին մոտիվացնելուն եւ սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելուն։ Ընկերության աշխատանքում առանցքային է եղել հայրենիքին օգտակար լինելու ցանկացած նախաձեռնություն։ Այդպիսիք են նոր աշխատատեղերի ստեղծումը, Սփյուռքի մեր հայրենակիցների հայրենիք տեղափոխվելու եւ այստեղ հաստատվելու հնարավորությունը։ Զգում էի, որ այդ դունն է, որ ինձ պատկանում է, բայց ֆիզիկապես ես այդտեղ չեմ ապրում։ Ու միշտ այդ նպատակ ունեի, որ հաստատ օրը լինելու է, որ վերջական Հայաստան տեղափոխվեմ։ Synergy մարդ։ Տաղանդավոր մարդ, ով ունի բարձր ինտելեկտ, գիտելիքի հարուստ պաշար եւ իր գործունեությամբ պատրաստ է փոխել աշխարհը դեպի լավը։ Synergy մարդը երբեք չի ասում. «Հավես չունեմ, իմ գործը չի» ու չի նահանջում դժվարությունների առջև։ Նա պայքարող եւ առաջ սլացող տեսակ է, միևնույն ժամանակ շատ համեստ, աջակցող ու բարի։ Դե արդեն 14 տարի ես Synergy-ի հետ եմ, մի քիչ ժամանակ չի, այսինքն գիտակից չափահաս կյանքի կարելի ասել մեծ մասը Synergy-ի հետ եմ, այստեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել, ավելի քան աշխատավայր։ Synergy-ի հայաստանյան մասնաճյուղում ծրագրավորման աշխատանքներից բացի իրականացվում են նաև տեխնոլոգիական հետազոտություններ, որոնցով զբաղվում է տեխնոլոգիաների եւ հետազոտությունների դեպարտամենտը։ Վերջինիս աշխատանքների արդյունքը IDM տեխնոլոգիական հարթակն է, որն ընկերության բոլոր նախագծերի հիմքն է։ Մինչ Synergy-ի հայաստանյան մասնաճյուղը տոնում է իր 25-ամյակը, մշակվում է IDM-ի 9-րդ սերունդը։ Ներկայումս IDM-ում կա 50-ից ավելի միկրոսերվիսներ եւ դրանց սպասարկումը, վերահսկումը սահմանափակ քանակի ռեսուրսներով բավականին բարդ խնդիր է, որը մենք ամեն օր լուծում ենք, շարունակաբար լավացնելով մեր կոորդինատացները եւ տեխնոլոգիական մոդելները։ Հարթակի մշտական կատարելագործումն ուղղված է տեխնոլոգիական առաջընթացին համընթաց զարգացմանը, բարդ խնդիրների լուծմանը, ոլորտում առկա նորամուծությունների կիրառմանը։ Դրա շնորհիվ ընկերության առաջարկած լուծումներն առավել մրցունակ են ու հզոր։ Առաջնային ուշադրություն ենք դարձնում անվտանգությանը։ Համակարգը բազմաթիվ անգամ անցել է անվտանգային ստուգումներ, որը վկայում է համակարգի պաշտպանվածության եւ դիմակայունության մասին։ Չնայած ոլորտում այսօր առկա նորարարական տեխնոլոգիաների առատությանը, դրանք լուրջ քննություն են անցնում մինչև IDM-ի մաս դառնալը։ Մենք միշտ խրախուսում ենք, որ մեր աշխատողները, եթե ինչ-որ նոր բանի հետ են առնչվում, ինչ-որ նոր տեխնոլոգիաներ են տենում, նոր գործիքներ են տենում, դրանց հետ փորձեն կիսվել, երբ որ իմանում ենք ինչ-որ մեկը հետաքրքրություն ունի այդ առումով, միշտ ժամանակ ենք հատկացնում, որպեսզի կարողանանք հետազոտել, հասկանալ, թե ինչքանով կարանք կիրառենք իրան մեր պլատֆորմայի մեջ։ Այսօր հպարտությամբ կարելի է փաստել, որ ընկերությունում ակտիվորեն ներմուծվում եւ կիրառվում են բոլոր անհրաժեշտ ու նորարարական տեխնոլոգիաները, որոնք IDM-ը դարձնում են առավել ճկուն, լրամշակված եւ մրցունակ։ Դրանից զատ մենք ինքներս բավականին հաճախ ժամանակ ենք հատկացնում եւ փորձում հասկանալ, թե ինչ նորություններ կան այն ոլորտում, որոնք մենք աշխատում ենք։
Synergy-ն Հայաստանում գոյություն ունեցող եզակի ընկերություններից է, որ այս ոլորտում ունի միջազգային մեծ փորձ։ Աշխարհի 82 երկրում մենք համագործակցում ենք կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ եւ նրանց համար ապահովում ենք լուծումներ, որոնք ամբողջությամբ թվայնացնում են պետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներ։ Այդ լուծումները, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են օգտագործվել, նախագծվել եւ իրականացվել են տարբեր հեղինակավոր միջազգային կառույցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ինդիկատան սոֆթվեր է, ծրագիր, որը որ իրականացվում է տարբեր տեսակի կազմակերպությունների, հասարակական եւ հանրային կազմակերպությունների, օրինակ Save the Children International կամ ինչ-որ մի նախարարություն, դա կլինի առողջապահության նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, այդպիսի կազմակերպությունների համար նրանց կատարած իրականացված պրոյեկտների իրականացումը հեշտ համակարգելու, հետևելու եւ չափելու։ Տարիների ընթացքում կուտակված փորձը եւ ընկերության ստեղծած լուծումների հաջողությունները հանգեցրել են նրան, որ մի շարք երկրներում, բացի ներդրված առանձին լուծումներից, ոլորտը թվայնացվել է ամբողջությամբ։ E-Justice Department-ը զբաղվում է էլեկտրոնային արտադրության համակարգերի նախագծմամբ եւ բարելավմամբ։ Իրականում խոսքը գնում է դատարանների, դատախազությունների, ոստիկանության կառույցների, նաև տանտերի ու արտադրության ճյուղում գտնվող բոլոր այլ կառույցների համար process-ների թվայնացման մասին։ Auxilium-ի հիմնական ուղղությունը սոցիալական ապահովության տեղեկատվական համակարգերն են։ Auxilium-ը ծածկում է սոցիալական ապահովության օգնության տրամադրման ամբողջ ցիկլը։ Հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման այդ լայն խնդրի շրջանակներում իրականացնում ենք ու տրամադրում ենք մի շարք լուծումներ, դրանցից առանձնացնեմ մի քանիսը։ Առաջինը ներդրումային նախագծերի կառավարումն է, այսինքն երկրի ներսում իրականացվող բոլոր ներդրումային նախագծերը, որոնք ֆինանսավորվում են կամ պետական միջոցներից, կամ պետություն մասնավոր համագործակցությունից, ներառված են այս լուծման մեջ։ Երկրորդը պետության ստացած արտաքին աջակցության կառավարումն է, որի մեջ ներառված է եւ ֆինանսական աջակցությունը եւ հումանիտար։ Ընկերության ծրագրային լուծումների հաջողության գրավականը դրանց հիմքում ընկած IDM տեխնոլոգիական հարթակն է, որի առաջին տարբերակը մշակվել եւ սկսել է օգտագործվել դեռևս 1980-ականներին, իսկ արդեն 1990-ականներին դրա հիման վրա մշակվել են տվյալների շտեմարաններ եւ հաշվողական համակարգեր միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են օրինակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությունը։ Synergy-ի շատ կարևոր առանձնահատկություններից է այն, որ մեր հաճախորդները ցանկություն են ունենում շարունակել մեզ հետ աշխատանքը հիմնական նախագծի ավարտից հետո, ցանկանում են ընդլայնել ծառայությունների ցանկը։ 80%-ից ավելի դեպքերում մեր հաճախորդները վերադառնում են մեզ մոտ եւ մենք նոր պայմանագրեր ենք իրենց հետ ստորագրում եւ կարծում եմ, որ սա ցանկացած կազմակերպության համար զարգացման եւ կայունության շատ կարեւոր ցուցանիշ է։ Այսօր Synergy-ի հայաստանյան գրասենյակը դարձել է ոչ միայն ծրագրային ապահովում մշակող կենտրոն, այլև ուսումնական եւ նորարարական հարթակ, որտեղ հյուրընկալվում են տարբեր երկրներից ժամանող պատվիրակներ։ Վերջիններս մասնակցում են ծրագրային լուծումներից օգտվելու դասընթացներին եւ զուգահեռաբար ծանոթանում Հայաստանին, հայկական մշակույթին եւ արվեստին։ Հետաքրքիր էներոր օրինակ աֆրիկական երկրներ, որոնք որ կանել հայտնի չէին, փորձեինք իրանք ավելի դիջիտալ տեխնոլոգիաներ օգտագործեն, ավտոմատացնեն իրանց տեխնոլոգիաները։ Synergy-ի աշխատակիցները նաև գործուղվում են գործընկեր երկրներ, իրականացնելու կարիքների վերլուծություններ եւ անցկացնելու դասընթացներ, ինչպես նաև մասնակցելու համակարգերի գործարկման միջոցառումներին։ Հարկ է նշել, որ մենք չենք սահմանափակվում միայն տվյալ համակարգի ներդրմամբ։ Մենք աշխատում ենք կառավարությունների հետ իրենց թվայնացման ամբողջ գործընթացի ընթացքում եւ տրամադրում ենք խորհրդատվություն եւ տեխնիկական սպասարկում։ Մեզ համար շատ կարեւոր է, որ համակարգը ներդնելուց հետո այն ունենա այն դրական ազդեցությունը, որը նախատեսվել է։ Synergy-ի նպատակը միայն զարգացումը չէ, այլ նաև ընկերության անվան, որպես նորարարության խորհրդանիշի ամրապնդումը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում։ Մենք տեսնում ենք, որ հիմնականում երկրներում մենք 1 կամ 2, ասենք, համակարգեր ունենք,
բայց դա մեզ հնարավորություն պետք է տա, որ մենք այնպես զարգացնենք, որ ամբողջ երկրի գրեթե ամենակարևոր համակարգերը պետական մասշտաբի լինեն սիներգիի անունով եւ դրա հնարավորությունը մենք ունենք։ Ընկերությունը մտադիր է շարունակելու այնպիսի լուծումների ստեղծումը, որոնք ոչ միայն օգնում են կառավարություններին եւ կազմակերպություններին, այլև կանխատեսում են խնդիրները, առաջարկում լավագույն լուծումներ ու ավտոմատացնում բարդ գործընթացները։ Մեզ համար շատ կարևոր է, որ այն ոլորտներում, որտեղ մենք աշխատում ենք, մենք լինենք ուղղորդողը առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման համար։ Ինչպես նաև մեզ համար կարևոր է մեր աշխարհագրության ընդլայնումը։ Սիներգիի համար սա պարզապես աշխատանք չէ։ Սա նրա առաքելությունն է, որը միտված է կերտելու ավելի արդյունավետ ու ավելի զարգացած ապագա։ 25 տարիների փորձն ու նվաճումները հիմքն են հաջորդ քայլերի։ Եվ սա դեռ սկիզբն է։